Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առաստողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, եւ ինչպես նախընտրական շրջանից առաջ, այսուհետ եւս ամեն ուրբաթ մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթի մասին, որովհետեւ անկեղծ ասած ես էլ եմ հոգնում քաղաքականությունից երբեմն զանզրանում, երևի դուք էլ խոսքս վերաբերում է եւ ռադիոլսողներին եւ մեր սոցիալական հարթակներում մեր հետևորդներին եւ այսօր այս գծի իմ առաջին հյուրը երկհան երգիչ Ռուբեն Ախվերդյանն է, բարև ձեզ։ Բարև, հնգոր տղա։ Պարոն Ախվերդյան, քանի որ ասացի, որ խոսելու ենք մշակույթից, տեսեք, եկեք մի քիչ փորձենք փիլիսոփայենք, հա, այսօր մշակույթ, հակամշակույթ։ Հա, ոչինչ, կօգնեմ, լավ, կամ կխանգարեմ, ինչով կարողանամ։ Մշակույթ, հակամշակույթ։ Մենք հիմա այն փուլում ենք, երբ մեկը մյուսից տարբերակելը բավական բարդ է, բավական դժվար է, որովհետև այն ինչ որ մենք համարել ենք դասական, ու շարունակում ենք համարել դասական, սկսած Արամ Խաչատրյանից վերջացրած ձեր համեստ անձով, նկատի ունեմ երգարվեստի եւ ձեր ստեղծագործությունների, հիմա մի քիչ այլ իրավիճակ է ու անընդհատ այդ վեճը կա, հիմա այն ինչ որ կա դա մշակույթ է, թե մշակույթ չի։ Մշակույթ ասելու, մշակույթը այնքան լայն ու մեծ հասկացողություն է, դա կուլտուրան չի։ Մշակույթը ավելի խորը բան է վերցնում, ապրելակերպ, ապրելաձև, ֆոլկլոր, ազգային ճաշեր, սպորտ, վերջապես նաև արվեստ եւ այլն։ Մշակույթի մասին շատ բան ասել չեմ կարող, ես կարող եմ ընդհանրապես խոսել երևի երգերից, որովհետեւ դա իմ աշխատանքն է։ Որոշ գաղափար ունեմ իհարկե մեր ժողովրդական երգերից, ավել տենց առանձնապես ասելու բան չունեմ։ Գիտեք ինչ էի ասում, մոտավորապես լավ միտքս փորձում ավելի բացել, հա։ Հələ չգնանք երգարվեստի տարբեր ճյուղերի վրա, ասենք այ ռաբիզը ինչ է իրենց ներկայացնում, ասենք հեղինակային երգը ինչ է իրենց ներկայացնում, ինչա տալիս, ինչա վերցնում։ Ուր գնանք։ Հիմա տեսեք, անընդհատ այդ տենդենսը կա այդ հակադրելու։ Կհիշեք խորհրդային տարիներին դեռևս այն ժամանակ բացվեց ՆՓԱԿ-ը, նորարար փորձարարական արվեստի կենտրոնը։ Ինչ։ ՆՓԱԿ, նորարար փորձարարական արվեստի կենտրոն։ Հավեին դնում կուտերություն։ Հա։ Ու զուտ հա, որովհետև Հայաստանը մի քիչ ավելի ազատ էր, քան մնացած 14 հանրապետությունները, դրան հնարավոր էր, հա, Հայաստանում։ Բայց այն ժամանակ էլ էլի այդ կռիվը կար, որ սա հակամշակույթ է, սա դեստրուկտիվիզացնում է մշակույթը, ընկալումները եւ այլն, հիմա այդ վեճերը էլի շարունակվում են, ցանկացած նոր բան, ցանկացած նոր արարություն, որը հակասում է այն կանոններին, որոնց հիման վրա մենք մեծացել ենք, դաստիարակվել ենք եւ այլն, սպիններով է ընդունվում հիմա։ Դա կոչվում է բացառում, կարծեմ փիլիսոփաներից մեկն է ասել, որ գալիս է նորալիք, որը պիտի մերժի նախկինին, լրիվ անկապ բանից սկսեմ։ Օրինակ մարտարվեստում ասում են, որ Բրյուսելին սպանել են, բայց նա հեղափոխական մարդ էր, որովհետև նոր մտածելու ձև վերեց այդ այսպես ասած մարտարվեստին։ Կամ աբստրակցիոնիզմը իհարկե դանակներով ընդունվեց, բայց հետո հաշվեցին դրա հետ։ Վերջապես այդ ամեն ինչը գալիս է մի բանի, որ որևէ բան կամ ճաշակով է լինում, կամ անճաշակ։ Հիմա նույնիսկ վերածննդի արվեստագետների մեջ կա այնտեղեր, որ անճաշակ բաներ էին, բայց արվեստը բոլորը Ռաֆայելներ որպես Ռաֆայել Իմիջ հայրոս Ռաֆայելի մասին, ես ինձ ստիպեցին մտնել այդ սրա, որ Ռաֆայել տեսնեմ, որովհետև ինձ թվում էր Ռաֆայելը անճաշակ նկարիչ է, բայց որովհետև ես խմում էի տարբեր կոշկակարանոցներում եւ այդ կոշկականների մոտ միշտ Ռաֆայելի Մադոննան էր, ահավոր ռեպրոդուկցիայով, լեհակի գույնի շորերով, ընդ շերը կարմրացրած եւ այլն։ Ու մտածում եմ, որ այս ինչ ապուշնկա ու սաղացում է Ռաֆայել։ Ես Լուվրում
հատկապես կենտրոնացել էի իսպանական, որտեղ ամբողջը չես կարող նայել։ Օրը երևի 6 ժամ ընդեղ էի գտնվում եւ հոլանդական Պիտեր Բրեգելներ, եւ այլ, Ռեմբրանտ։ Հիմա ինձ տարան այդ սենյակը ու ես իրոք քարացա, որ տեսա Մադոննայի նկարը։ Որտեղ նես տպավորություն էր, որ Մադոննան գալիս է դեպի քեզ։ Այսինքն ես հասկացա, որ ֆոտոն չի կարող հաղորդակցել այն ինչ որ վարպետը, այն ինչ որ ձեռակերտ անձեռակերտ, այսինքն հոգին չի փոխադրում, արվեստի ոգին ֆոտոն չի կարող, թե ֆոտոն կարող է դառնալ արվեստի ոգի, որտեղ ինչքան նա ֆոտո է, այդքանով լավն է։ Այդ մոտարապես նույն բանն է, ինչ ասենք ստեղծագործությունը երաժշտական, ասենք լսես համերգով ու ասենք ստուդիական ձայնագրությունը։ Հա, կա շիր պատրեպ, այդ համբուրգեր արվեստն է, ասենք Ամերիկայում գնում է մեքենա կանգնում է, ընդից մի հատ ձեռա դուրս գալիս, այս մի հատ զիբիլ են տալի, մեջը մի հատ ուրիշ զիբիլ է, այդ ուտում է մարդը, որից ոչինչ ստամոքսը չի հասկանում, մաշնեն խոդա տալի ու գնում է։ Դա արվեստ չի, դա այդ դուպ, սա օրինակ շամանների մոտ կամ աֆրիկյան կախարդների մոտ, կախարդ բառից բուն իմաստով, այդ ռիթմը բանի մեջ է քսում մարդուն, ոնց է կոչվում այդ բառը։ Նիրվանայի լավ էսպես ասենք։ Չէ։ Այդ հոգեխանգարման բանն է։ Հա, լրիվ անջատվում է, ուղղակի մարդը կամ հիպնոզի դեր է կատարում։ Բայց մեկ պատահաբար անձրևել են բերում։ Դե մեր սերունդը մեծացել է, ասեմ, մեր սերունդը մեծացել է Rolling Stones եւ Beatles այդ խմբերի նկատմամբ, որոնք մինչև հիմա են նվագում, երգում են, ասենք որոշները չկան, բայց դրանք մնացին որպես կայուն արվեստի գործեր։ Նրանց մոտ հարվածային գործիքը երրորդ պլանում էր։ Իսկ հիմա, երբ որ ձայնագրում է, առաջին պլան գալիս է Առաջինը դա է, այսինքն դու չես լսում մեղեդին, չես հասկանում հարմոնիան, բայց այդ դմպ-դմպը քեզ բթացնում է ու գցում է տրանսի մեջ է գցում։ Տրանսի մեջ են գցում, օրինակ մի հատ ընկեր ունեի, որ Էջմիածնում KGB-ի շեֆերից էր, մի աղջկա ուղարկել էր Եհովայի վկաների մոտ, որ մի հատ տենա ինչ է կատարում ընդեղ։ Այդ աղջիկը մի շաբաթ հետո ասում է, եկավ ասեց, չեմ կարող էլի, ասում է, որովհետև գլուխս գնում է, նենց բաներ ասում ու նենց ռիթմով, որ ես շշում եմ, ոնց որ հիպնոզի տակ կանգնեմ։ Մարդ արարածին ինձ ամենասարսափելի բանը ինձ համար մարդկանց մոտ դա նախիրային վնասն է։ Բոլշևիզմ կլինի, նացիոնալ սոցիալիզմ կլինի, նացիոնալ բոլշևիզմ կլինի, հայրենասիրություն կլինի, ես նույնիսկ հայրենասիրությունը ենթադրում եմ այդ պատրիոտիզմ իմաստով։ Հա, վատ իմաստով։ Տրաֆարետային, կարգախոսային հայրենասիրություն։ Չէ, ինձ որ ասում են դուք հայրենասեր եք, ես ասում եմ ես հայ եմ։ Ոնց որ ասենք Գոգոլին ասեն դուք հայրենասեր եք, Գոգոլը այդ ազգին ցեխն է կողում, հանում էլ ինչ հայրենասեր, բայց հարցը այդ չի։ Նա ուզում է ավելի մաքուր ու ավելի կարգին հասարակություն տեսնի, դրա համար է տես նկարագրում ռուս ժողովրդին։ Ոնց որ ասենք Հակոբ Պարոնյանը մեզ, Երվանդ Օտյանը, որին իհարկե ատելով ատում են դաշնակցականները, եւ Գուրգեն Մահարուն նույնպես, որովհետեւ այրող այգեստաներում նա նենց է նկարագրել այդ կուսակցությանը, որ ավելի լավ է ձեն չաներ։ Հիմա հարցը դա դրա մասին չի։ Հարցը ժամանակ կորցնելու, այսինքն կյանքը բախացած ժամանակից չէ, ինչքան ժամանակ, քո ապրելու ժամանակը։ Քո ապրելու ժամանակը քեզնից կտրում են, որովհետև քո ապրելու ժամանակը պետք է մտածելու համար։ Մտածելը նույնպես հաճույք է, չէ՞ որ մարդը մտածում է, գալիս է ինչ-որ եզրահանգման, ոնց որ ասենք մաթեմատիկան, ինչ-որ բան ես լուծում։
Իդեպ ասեմ, որ իսկական արվեստը միայն մաթեմատիկական հաշվարկներով կարելի է ասել արվեստա, դա թե ոչ, բարձրագույն մաթեմատիկայի։ Մեր վարպետները, մեր եկեղեցաշինությունը, մեր հայկական ճարտարապետությունը իրական եկեղեցական բնականաբար ճարտարապետությունը ոսկե հատման օրենքով է սարքված, նորավանքը կլի ռեպսիմեն կլնի Սուրբ Էջմիածին եւ այլն։ Սրանք որը գումարում բազմապատկում ես, բաժանում ես եւ այլն, կինս գիտի ճարտարապետը։ Պարագիծը, բարձրությունը եւ այլն, լուսավորությունը վերջում կազմում է 007 թիվ։ Բոլորի մոտ։ Այս բոլորի մոտ։ Ոսկե հատման օրենքը ուրեմն ունի Պարթենոնը, եգիպտական բուրգերը, հայկական եկեղեցիները եւ Թաջ Մահալը։ Հիմա ինչի եմ ես շատ գնահատում Beatles վոկալ գործիքային խմբին, որովհետև նրանք բիզնեսի համար չէին անում այդ ինչ որ անում էին։ Նրանք գեղեցիկն էին ներկայացնում։ Նրանք իրancs հետ բերեցին նոր հարմոնիաներ, նոր մտածողություն, ինչ բանա երգը վերջապես, իսկական երգը։ Եվ ինձ միշտ թվում է, որ նրանց մոտ էլ ինչպես նաև կոմիտասի մոտ ոսկե հատման օրենքն է աշխատում, ոնց որ մեր ժողովրդական երգերը կոմիտասը հավաքել է, մի հատ ավելորդ նոտա չկա մեջը։ Դա նաև նշանակում է հակիրճություն, զսպվածություն, չափ։ Ամեն ինչ գալիս է չափերից։ Որ ասում են չափը անցել է, այդ արդեն վատ բան է։ Տեսեք, դուք հիշատակեցիք թե Beatles-ին, թե Rolling Stones-ին, Կոմիտասին, թե հայկական եկեղեցիների։ Հիմա տեսեք, ու խոսեցիք նաև ձեր սերնդի մասին։ Ես գիտեմ, որ մենակ այնտեղ Beatles ու Rolling Stones չէր, այնտեղ Jacques Brel կար, այո, ֆրանսիական շանսոնը շատ ազդել էր վրա, որտեղ շատ կարևոր բան էր բանաստեղծությունը երգի։ Այ հիմա ես հենց պոետիկ կառուցվածքի, հիմա պոետիկ կառուցվածքի մասին փորձեմ խոսել։ Հիմա տեսեք, այդ ամենը երբ դու հասկանում ես, այս մարդիկ ինչ են անում, լավ Beatles-ը դրեցինք մի կողմ, նույն Jacques Brel-ի տեքստերը, այն մյուսի, Ազնավուրի տեքստերը, Ազնավուրի տեքստերը, իրանց պապին է Բրասանսը, Լիո Ֆերը, ինչ որտեղ Ազնավուր, բայց ես ավելի այդ երեքին եմ շատ։ Չէ, ես նկատի ունեի ոչ թե այստեղ առանձնացնում եմ Ազնավուրին, այլ ընդհանուր միտումն եմ ասում, որ տեքստը ամենաառաջն է, այսինքն տեքստը գրվում էր, հետո դրա վրա արդեն հարմարվում էր երգցումը։ Հիմա մի քիչ հակառակն է տեղի ունենում։ Հիմա ինչ որ մեղեդի է գրում, դրա վրա սկսում են բառեր հարմարեցնել, ընդ որում դա հասկացող մարդ միանգամից կընկալի։ Հայկական երգը կոմիտասն ասում էր, երգը լեզվամտածողություն է, սա աքսիոմա է։ Դուք երբևէ նկատել եք իմ երգերում սխալ շեշտադրություն։ Չէ, որովհետև նախ գրված է տեքստը, հետո մնացած։ Չէ, երկուսը իրար հետ։ Այդպես է։ Իմ մոտ ավելի կատաղած վարիանտ է։ Երկու հնչյունի հետ է դուրս գալի խոսքը։ Ինտոնացիայի հետ է դուրս գալի։ Որովհետև դառնում է հարմոնիկ, որովհետև առաջի 4 տող գրում ես դա, ասենք, կլասիկ ձևն եմ ասում երգի, հետո կրկներքն է գալիս, հետո կրկներքի շարունակությունն է գալիս, ես իմ մոտ շատ ավելի դասական բաներ է դրանք։ Լեզվամտածողություն։ Օրինակ, ինչու մեր լեզուն եւ ֆրանսերեն լեզուն հայտնի է նրանով, որ նախ բազմահնչյուն լեզուներ են, ի տարբերություն անգլիայի կամ ռուսների կամ չգիտեմ իսպանացիների եւ շեշտադրությունը վերջի վանկի վրա է։ Ասենք երգում են ծաղիկներ, թոփալա տալի բառը, չէ՞։ Առաջի վանկի ավելի լավ չիչակլար ավելի ճիշտ կլինի։ Կամ ասենք շատ տես, հետո մեր այս երգերի մեջ մանավանդ հարսանեկան երգերի մի օր թատրոն լավ ասես, ասում են քելեխի երգեր են ուզում, ես ինչ երգ եմ, իրանք քելեխի երգ են ուզում։ Հարսանիքի վաղտ։ Տանջված սեր։ Տխրենք միասին։ Կինս որ լսում է, ասում են ով է տանջվում ունդե։ Կամ ձայնն են ուզում իրանք ցույց տան, թե քանի անգամ կարող են կրկլացնել, սա թուրքական իհարկե ազդեցություններ է։
Ես մի հատ բանաձև ունեմ, ասում եմ, եթե թուրքերը այս, որ հիմա ռաբիզ են ասում, դա անճաշակություն նկատի ունեն, ոչ թե դա հատուկ մի հատ ժանր է։ Եթե 15 թվին այս երգերը երգեին, երևի մեզ չկոտորեին թուրքերը։ Կասեն իրանք լե ժողովուրդն են, մեր նման մկկալով, տանջվելով։ Վկայություններ կան, որ հենց այդ երգերն էլ երգում էին շատ։ Չէ, թարգմանում են թուրքական երգը։ Չէ, այն ժամանակ նկատի ունեմ։ Էլի նույն։ Այն ժամանակ հետո ստեղծեց Բուսանականը, որը կովկասյան արվեստ էր, բայց իհարկե ազդեցությունը պարսկական էր։ Պարսկական երգի ազդեցությունն էր մեր գուսանների։ Սա այդ նովայից սկսած բոլորը։ Բայց դրանք մեր ժողովրդական երգերը չէին։ Դրանք մեր գուսանական երգերն են, որոնք իրանց տեղը ունեն, իրանց արժանապատիվ տեղը ունեն, ոնց որ ասենք, ինձ համար ամենասիրելի գուսաններից մեկը Ջիվանին է, մեկը Մահուբի Գևորգը։ Մնացածներին էլ եմ սիրում, բայց այդ աստիճանի չեմ ոնց որ այս երկուսին, որտեղ կան փիլիսոփայություն նրանց խոսքի մեջ կա, մտածողություն եւ այլն, մենակ սիրո բանի մասին չի։ Եվ գուսանական երգերը գրված էր պարսկական լադով։ Մի քանի լադեր ունեն պարսիկները։ Դե բնական է, ասենք, եթե մեծ կայսրության մասն ես կազմում, ոնց որ ասենք մենք ազդեցություն ունենք պարսիկներից, ադրբեջանցիք նույնպես պարսիկներից, վրացիք է եւ այլն։ Չես կարող չընկնել այդ ազդեցության տակ։ Դա ընդհակառակը հարստացնում է մեր արվեստը, ասենց ասեմ, կամ որևէ բան հարստացնում է։ Ոնց որ ասենք մեկի խոհարարական ոնց որ լեզուն հանճարը վերցնում ես, ասում ես, էս էլ է հայկական։ Ոնց որ լեզուն, օրինակ մենք պարսկերենից շատ փոխառություններ ունենք։ Բանը Թումանյանն ասում էր, ինձ Ընդ որում պարսիկները վաղուց մոռացել են։ Թումանյանին մեղադրում էին յար ջան բան բառ ասել, ասում էր լեզուն Հարստանում է վերցնելու, ոչ թե տալով։ Բայց Կոմիտասը շատ սիրուն գծեց ու ցույց տվեց մեր ոսկեհատման օրենքները, որոնք իսկական ժողովրդական երգեր էին։ Ես առաջ անգամ որ Արիկ Մուրադյանին լսեցի, ուշքս գնաց։ Կապել եմ ռադիոյից փոք չեմ գալի, ասում եմ, բայց թվում է ժողովրդականը, որտեղ ասում են ժողովրդական երգ, մեկը Օֆելիա Համբարձումյանը մի հատ տղամարդու գրած երգեր երգում գուսանի։ Կամ որևէ կին երգում էր, քանի որ ջան, ես ոնց որ գովերքի կնոջ մարմինը, լեսբիանկա է, ինչ է, չես հասկանում։ Մի խոսքով ես այդ շատ երգեր Արիկ Մուրադյանին լսել եմ Արտաշես Ունանյանից, իմ տարիքով ընկերներից մեկն էր, որտեղ վայրետել էր գալիս, շատ էին գնում այնտեղ գինակցում։ Շատ էի սիրում Արտաշեսը։ Արտաշեսը հրաշալի էր երգում այդ երգերը եւ շատ բան իրանից եմ սովորել եւ շատ հետաքրքիր մետաղական ձայն ուներ, լավ իմաստով մետաղական տես։ Հիմա իրանից սովորած երգերը ես ուզում եմ արդեն մի հատ առանձին CD անել, որոնք շատ բանով չեն տարբերվում իմ երգերից։ Որտեղ կարևորը նաեւ խոսքն է։ Տեսեք, ասում եք Կոմիտաս եւ ոսկեհատում, հիմա ես միշտ այդ հարցը իմ մոտ առաջացել է, շարունակում է առաջանալ, ենթադրում եմ, չգիտեմ, երևի մինչև վերջին օրս կմնա։ Ասկետիկ, ոնց որ ասենք ճապոնական նկարչությունը, երկու գծով բանացույց։ Ինչու է Կոմիտասը մեր մոտ անտեսված։ Ոնց է այդպես ստացվում։ Որտեղ մենք դեռ թուրքական ազդեցության տակ ենք։ Մի մոռացեք, որ դարասկզբին 70%-ը ստե իսլամ բնակչություն էր ապրում։ Գետառի ապը սա թուրք մուրտենց ազգեր էին։ Թամանյանը սարքեց քաղաք։ Ես իմ երկրը պեչատեցի այդ քաղաքի լինելիությունը իմ կողմից, իմ չափով։ Եվ չէի կարող չունենալ ազդեցություններ, ոչ չէի կարող բիծզից ազդեցություն չկամ ժագվրերից կամ մնացածներից, որովհետև նախ եւ առաջ դրանք ազատության ձայն էին։ Իսկ մենք ապրում ենք անազատ երկրում։ Տենց։ Լավ, իսկ ոնց է ստացվում, որ ես սա որպես վիրավորանք չեմ ներկայացնելու, բայց ասենք
Օրինակ ձեր երկերի վրա, չեմ ասում Կոմիտասի մշակումների, ձեր երկերի վրա մեծացած մարդ մեկ էլ գնում է թաթուլ լսելու։ Դե ոնց է ստացվում։ Տրանսֆորմացիան ձեր երկերի վրա մեծացած մարդ, որ այդ տրանսֆորմացիան ոնց է ստացվում։ Գիտեք, ասեմ, նայ, ես եղել եմ Ռեյչարդի համերգին, Մայլս Դեվիսի համերգին, Փարիզում ժամանակին, երբ որ ողջ էին դրանք։ Այս դրանք անհատականություններ էին եւ արյուն քրտինքով էին ստեղծում իրանց նորարարությունները, որովհետեւ սկզբում չէին ընդունում, հետո ընդունում էին։ Նույնը Մայլս Դեվիսը եւ այլն։ Մասսայական արվեստը սպանում է այդ ամեն ինչը։ Հիմա տենց անհատներ, ոնց որ ասենք Ջեյմս Բրաուն կամ Ռեյ Չարլզ եւ այլն չկան, կամ այնքան քիչ են։ Առաջ շատ կարևորություն էին տալիս հենց բուն արվեստին, բայց շոու բիզնեսը կերավ բուն արվեստին, որովհետև խմբի սարքում են մի հատ երգ է երգում, լավ է ստացվում, այդ երգով միլիոնը շահում են, հետո խմբին դուս են շպրտում։ Խոսքս դրսի մասին է, ստեղի մասին չի։ Ես իմ երգերը ոչ բիզնեսի համար եմ գրել, ոչ էլ չգիտեմ ինչի համար։ Նա տեսեք, Ջեյմս Բրաունին իմիջիայլոց որ հիշեցիք, մի պատմություն հիշեցիք կապված իր հետ, երբ ինքը երիտասարդ էր դեռ, այդ սևամորտների իրավունքների համար այդ պայքարը սկսվել էր։ Հա, ինքը ըստ էության հրաժարվեց մաս դառնալ այդ պայքարին, որ ասեց ժողովուրդ, ես երգում եմ, ես քաղաքականության հետ կապ չունեմ, ինձնից բան մի պահանջեք, ես երգում եմ, իմ գործը բեմն է, իմ գործը արվեստն է։ Մեր մոտ ընկալումը մի քիչ ուրիշ է, այսինքն եթե մարդը երգ է գրում, եթե մարդը նկարում է, եթե մարդը քանդակ է անում կամ չգիտեմ, անում է մի բան, որը կապ ունի արվեստի հետ, մենք միանգամից ասում ենք այդ մարդը ուրեմն մտավորական է, եթե մտավորական է, ինքը պարտավոր է կարծիք ունենալ։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, ինձ երբեմն ասում են դու երգով ես զբաղվում, քաղաքականությամբ չի ես զբաղվում։ Նախ անգրագետ նախադասություն։ Քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական մարդիկ։ Որևէ Հայաստանի քաղաքացի իրավունք ունի իր կարծիքը հայտնել որևէ պաշտոնյայի մասին։ Դա նշանակում է, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, բայց կարող եմ իմ վերաբերմունքը ունենալ այդ քաղաքականության նկատմամբ ինչ որ տարվում է։ Երևի հիշում ես բաները չեն նախագահական ընտրությունները իմ երգը, որ հիմա այլի նոր ձևով ասենք Դիքսիլենդով արդեն դրել եմ CD-ի վրա դուրս գա։ Առաջի CD-ս արդեն դուրս է եկել, մնացածը նավով Ամերիկայից են բերում, 2-3 ամիս քաշում է։ Երկրորդը հիմա են վերջացնում, երրորդը արդեն պատրաստ է, որտեղ մանկական երգերը մենք անցկացրինք նոր պուլտի մեջով, նոր հնչողություն տվինք ու շատ ավելի կարգին բաներ են դարել։ Այսքանը։ Հիմա, բայց այդ պահանջը էլի եմ ասում, պահանջը։ Տեսեք, դուք ասում եք, եթե մարդը ուզի կխոսի, հա, կուզեմ գնահատական կտամ քաղաքական, դա իմ իրավունքն է, չեմ ուզի, չեմ տա։ Բայց մեր մոտ մի քիչ ընկալումը ուրիշ է։ Եթե դու մտավորական ես, պարտավոր ես քաղաքական դիրքորոշում հայտնել, դու պետք է գնահատական տաս։ Ուզում ալնի Նիկոլը, ուզում ալնի Լևոն Տեր-Պետրոսյանը, ուզում ալնի։ Լավ, այդ շիր պատրեպը, որ դուք ասեցիք, դրա դեմ պայքարի մասսայական արվեստը, դրա դեմ պայքարի ինչ որ տարբերակ կա կամ ընդհանրապես պետք է պայքարել, թե չէ։ Գիտեք, էլի դրսի չափանիշներով եմ նայում, որովհետև մեզ մոտ այդ շոու բիզնեսը sense ազատ չկա, որովհետև ոչ մեկը միլիոնների հետ չի խաղում մեր երգիչներից կամ երգահաններից։ Անդե առաջին հերթին մտածում են ինչքան փող կբերի եւ ինչի մասին գրեն։ Երբ որ երգը ինքը իրան պետք է գա, դա արդեն դասական ձև է։ Իմը մի քիչ տարբեր է, իմ բանաստեղծական երգը, որ այդ ամեն ինչից մի քիչ ուրիշ տեղ է կանգնած։ Նես որ ինձ որ համեմատում երգիչների կամ ուրիշ երգահաններ, ասում եմ եղբայր։ Երգահան, բայց իմը կոչվում է բանաստեղծական երգ, որ երբ որ երաժշտությունից սրբում ես, դա կմնում է բանաստեղծություն։ Եվ ինձ համար իմ երգի ոսկեհատման օրենքը դա է, որ ոչ մի ավելորդ բառ չլի, կամ
մի հատ ավելորդ, եթե մի հատ բառ հանես մեջից փլու երգը։ Այսինքն ես այդքան խնամքով եմ վերաբերվում հայերեն խոսքին, որովհետև նաև մեծացել եմ ընտանիքում, որոնք զբաղվում են լեզվաբանությամբ։ Ոնց անենք, որ լեզվի նկատմամբ այդ հարգանքը գոնե, հարգալից վերաբերմունքը գոնե։ Ես չգիտեմ, բայց ասել որ մտնի շոու բիզնես։ Ռեկտորն թե ինչ որ մեկ ասել, ուզում եք հայերեն սովորեք, լսեք Ախմեդյանի երգերը։ Ենթադրում եմ պարոն Գյուրջինյանը ասած պիտի։ Երևի չգիտեմ, ես չգիտեմ ով ասել։ Ես գրում եմ նես, ոնց որ մտածում եմ։ Ես ապրում եմ նես, ոնց որ երգում եմ։ Ես երգում եմ նես, ոնց որ ապրում եմ։ Բայց որպես կանոն ասում են, որ ձեր երգերն ու ձեր ապրելակերպը բանավոր խոսք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Այսինքն ոնց որ երկու տարբեր մարդկանց մասին լինի խոսք։ Չէ, օրինակ նախագահական ընտրություններում հայերենք է կամ չէ։ Հա։ Կա։ Հա։ Սա մի կուսանոց է, սա բոզանոց է, ասեք ձայնազուրկի մասումներ, ուր է անգլուխը, քաղաքագլուխը, որն ունի ոռի վրա ծալքեր։ Կարծեմ շատ բան չի փոխվել այն ժամանակվանից մինչև հիմա։ Ոնց որ Պիտեր Բրուկն է ասել, որը թատերագետ էր, թատրոնը ես ռուսերեն եմ կարդացել, Грубый театр, Священный театр, Սրբազան թատրոն եւ թատրոնը այնպեսին ինչպեսին որ կա։ Իմ մոտ կան երգեր, որոնք գրված են շատ փխրուն ու նուրբ զգացմունքների համար, երգեր որ կոշտ ու կոպիտ են, ոնց որ հին ընկերը, որտեղ ասում են դրանք կոպիտ երգեր են եւ երգեր կան, որոնք այդ երկու տարերն իրանց մեջ ունեն եւ երգը հենց այդպեսին է, ինչպեսին որ պիտի լինի։ Ասենք Երևանի գիշերները։ Հա, հանդեմի տե ամենակ որ ճաճառում էր այդ։ Հա։ Հարություն Քո բոլշևիկ տատիկի սենյակում։ Հարություն Փամբուկչյան ասում է որ սեր ենք տալի ու առնում։ Ինձ որ մինչև հիմա գաղտնիք ոնց են սերը տալի ու առնում։ Դե այնտեղ որտեղ այնտեղ ասում ախր հարսանիքի վաղ կարող ուրիշ բան մտածել։ Հիմա որ եթե ամփոփելու լինենք, հիմա տեսեք Իմիջիալս մի շատ վտանգավոր տենդենս կա այդ արհեստական բանականություն կոչվածն է։ Դաշելի բան։ Ինչի համար եմ ասում։ Տեսեք, երբ տալիս ես հայկական երաժշտություն արհեստական բանականությանը։ Մի հատ ես չգիտեմ ինչա բերում, բայց այդ ամեն ինչում որևէ հայկական լատ գտնել հնարավոր չի։ Այսինքն ըստ էության ցանցը մեզ ճանաչում է այն երգերով, որոնք մեր հետ ոչ մի կապ չունեն ազգային մտածողության։ Հա, որտեղ մենք աշխարհի ներկայացել ենք ուսանական երգերով եւ անճաշակ ռավիզած թուրքական կրկլոցներով։ Բա լավ, ինչ անենք, որ ասենք նորվեգացին չմտածի որ։ Ոչ մի բան չէ, թե մենք թքած պետք է ունենանք։ Ինչ հետաքրում է այն շերտը, ովքեր հայրենին վերաբերվելն է, ոնց որ ես եմ վերաբերում։ Որտեղ հայրենը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն ոնց որ Բայրոնն ասել աստվածների հետ խոսելու միակ եւ այլն։ Հայերեն լեզուն շատ ոչ միայն բազմահանչում, բազմիմաստ ու խորը լեզու է, որ ես դրանից հետո ես ուրիշ որևէ լեզու չեմ ուզում սովորել։ Ինքս երբեմն արտահայտություններ եմ հնարում, ինձ ասում են դու հարստացնում ես այն, նայեմ հույսը անտարակույս։ Եվ այլ տես բաներ շատ եմ անում, ասենք խոսելու բանի ժամանակ։ Դե հիմա ինչ-որ բաները ես ինձ պյաղվելացնեմ, չէ։ Դե այդպես է, որովհետև սերը քնքուշ է կես գիշերին, չէ։ Ահա, կես գիշերին։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր մարդ, որին ներկայացնել ըստ էության պետք էլ չի, երգահան երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ես Լևոն Սարլարյանն եմ, կհանդիպենք երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։